Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մեհրաբյան, արդեն մեկնարկել են ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները, տեսանք, որ ընդդիմությունը երթման արարողության ժամանակ ոտքի չկանգնեց, չերթվեց, նույն կերպ նաև արվեց, երբ իրենց էին ներկայացնում, անուններն էին տալիս, ձեր գնահատմամբ ինչ էր սա նշանակում, ինչպիսի քաղաքական մթնոլորտի սկիզբ էր սա։ Դե նախ այդ երթման արարողությունից խոսենք, չերթված Չերթվեցին, բայց ստորագրեցին համապատասխան փաստաթուղթը։ Անպատկերացնելի է ուղղակի, այսինքն իրենք այդ երթման տեքստում գրածը, որ ստանձնում են հանդիսավոր կերպով, փաստորեն հրապարակային հրաժարվում են արտաբերել, դե դրա հետ կապված քաղաքացիներն արդեն հետևություններ են անում, ինչը բնական է։ Երկրորդը ակամայից համեմատությունների առիթ է այս ամենը 21 թվականի ընտրությունների եւ այն ժամանակ արդյունքների արձանագրված եւ այդ արդյունքներով այն ժամանակվա խորհրդարանի առաջին նիստերի ինչ նմանություններ կան եւ ինչ տարբերություններ։ Նմանությունն այն է, որ այն ժամանակ էլ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ էր վարում Հայաստանի դեմ եւ այդ այսպես կոչված ընդդիմության հայտնվելը հենց այդ պատերազմի այդ ասպատակության արդյունք էր եւ Հայաստանը 44 օրյա պատերազմից հետո մտավ 8-ամսյա հիբրիդային պատերազմի մեջ եւ հաղթանակ արձանագրեց այդ պատերազմում։ Բայց այն ժամանակվա Հայաստանն էլ էր ուրիշ, Ռուսաստանն էր ուրիշ, աշխարհն էր ուրիշ, մենք էինք ուրիշ, մեր հասարակությունն էր ուրիշ, հա, նկատի ունեմ։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն էին ընկալումներում ուրիշ, հանրային ընկալումներում ուրիշ են։ Հիմա մենք ունենք միանգամայն այլ իրավիճակ։ Ինչ ենք արձանագրում, որ քաղաքական զարգացումը, որը տեղի է ունեցել Հայաստանում, խորհրդարանի դասավորության վրա չի արտացոլվում։ Խորհրդարանը այս ձևով, ինչպես ասում են, հին տներում է։ Եվ դրա պատճառը հայտնի է, դրա պատճառն այն թողտավությունն է, որի պայմաններում էլ հնարավոր դարձավ, որպեսզի այսպես կոչված ընդդիմությունը մի քիչ update եղած գա մտնի խորհրդարան եւ ինչով զբաղվի։ Ըստ էության նույն բանով։ Բայց իհարկե այլ պայմաններում։ Իսկ ձեր գնահատմամբ ընդդիմության նման պահվածքը ինչ որ քաղաքական բողոքի ձև էր, թե այլ բաներ նշանակում։ Իմիտացիա քաղաքական բողոքի, տենց ինչ-որ սկզբունքայնության, թե հեսա եկել ենք, հեսա տեսեք ինչեր կանենք։ Դե ինչ բացի էլ եմ ասում խորը հիասթափություն էլ չեմ ուզում ասել, որովհետև հիասթափվելուց առաջ հիանում են, չէ, հետո այդ հիացմունքից թափվում։ Այդ հիացմունք չի եղել, բայց այնուամենայնիվ զարմանք, այսպես ասենք։ Ուրիշ ոչ մի բան, դա ես էլ չեմ խոսում անբովանդակ դատարկ շուկայի դռն մակարդակի խոսակցություններ։ Պարոն Մեհրաբյան, այլ բան պետք չէ սպասել, բայց Հայաստանն ունի շատ հստակ օրակարգ հիմա եւ դա ոչ թե կարճաժամկետ օրակարգ է, այլ օրակարգ է միտված առաջիկա 100-ամյակին եւ դա չափազանցություն չի։ Նույնիսկ փաստաթղթերով է այդպես։ Հետևաբար Հայաստանի ճանապարհը մաքրել է պետք բոլոր խոչընդոտներից եւ այլ խանգարող հանգամանքներից եւ շարժվել առաջ անկախ նրանից թե արդեն այդտեղ ինչ կասեն, ինչ չեն ասի, ինչի համար կասեն կամ չեն ասի, սպասել որ այնտեղից մի խելոք բան կլսենք հազիվ թե
այնտեղ որովհետև ինտելեկտուալ ներուժը բավականին ասես մեծ դեֆիցիտ կա, պետք է շարժվել առաջ, զարգացնել ինստիտուտները պետության, զարգացնել այդ առաջընթացը բոլոր իրական օրակարգային հարցերով, որը մենք ունենք, կարող ենք թվարկել, դա իհարկե խաղաղությունն է Ադրբեջանի հետ եւ նորմալացումը հարաբերությունների Թուրքիայի հետ, դա փոխկապակցվածության ձևավորումն է մեր հարևանների հետ ամրագրված միջազգային պարտավորություններով։ Երրորդը դա ռազմավարական համապարփակ գործընկերությունն է Միացյալ Նահանգների հետ, դա եվրոինտեգրումն է անդամակցության միտումով, դա ժողովրդավարությունն է իր ինստիտուցիոնալ ռեֆորմներով եւ դա օրենքի գերակայությունն է իր ինստիտուցիոնալ ռեֆորմներով, առաջին հերթին դատական համակարգով, որովհետեւ սա դատական համակարգ չէ, սա աղետ է։ Պարոն Մեհրաբյան, իսկ առաջին նիստից հետո ինչ տպավորություն է ստեղծվում, խորհրդարանը պատրաստվում է սովորական բնականոն ռեժիմով աշխատել, թե արդեն առաջին օրվանից սկսում է անցնել դիմակայության ռեժիմի։ Անցնում է սովորական բնականոն աշխատանքի դիմակայության ռեժիմում։ Ինչպեսի խորհրդարան է ձևավորվում։ Ասացի, որը բնականոն աշխատանք կունենա դիմակայության ռեժիմում։ Դիմակայություն, որը մասն է այն հիբրիդային պատերազմի, որը իրականացնում է Ռուսաստանը Հայաստանի դեմ։ Եվ նրանք այո թարգմանելու են Մարիա Զախարովային հայերեն եւ կրկնելու են նույն բանը այնտեղ, դա պետք է ընկալել որպես եթերային աղմուկ, այսինքն մենք ոնց որ ահա ձեր տաղավարում նստած զրուցում ենք, ոնց որ փողոցում մեկը սիգնալ տա, դե հիմա մենք կշարունակենք մեր խոսակցությունը։ Այսինքն նորից սպասվում են հայհոյանքներ, փոխադարձ մեղադրանքներ միմյանց հասցեին։ Գիտեք ինչ, այնուամենայնիվ ժամանակը գետի պես հոսում է եւ այն ինչ, ասենք, հավասարակշռությունից հանում էր 3, այսօր կարող է շատերի մոտ արդեն քմծիծաղ եւ անտարբերություն ավելի շատ հարուցի, քան ինչ որ պատասխան, հա, սիմետրիկ պատասխան։ Ինչ ուզում են թող խոսեն, մենք ունենք մեր օրակարգը, մենք գործ ունենք անելու, հա, ոչ թե ժամավաճառությամբ զբաղվելու ժամանակ։ Պարոն Մեհրաբյան, իսկ Ռուբեն Ռուբինյանի ընտրությունը ազգային ժողովի նախագահի պաշտոնում որքանով էր ձեզ համար կանխատեսելի եւ արդյոք նա կկարողանա պահպանել հավասարակշռությունը նման արդեն լարված խորհրդարանում։ Ռուբեն Ռուբինյանը պատրաստի քաղաքական գործիչ է, որը ունի արդեն պատկառելի փորձ եւ ես չեմ կարծում, որ Ռուբեն Ռուբինյանի համար որևէ դժվարություն կլինի լավագույնս կատարել ազգային ժողովի նախագահի պարտականությունները, չգիտեմ ինչ ասացիք, հավասարակշռություն պահպանելով, մնացած ամեն ինչը պահպանելով օրենքի այն բոլոր այն ձևերով, որը արգելված չի օրենքով։ Ես այդտեղ հենց որևէ մտավախություններ չունեմ։ Ռուբինյանի հասցեին շատ հնչեցին Թուրքիայի մասին հարցեր, հարցնում են թե արդյոք Թուրքիայում լինելու, այո, Թուրքիայում լինելու ժամանակ թուրք տեսել են մոտիկից, ինչ տեսք ունեին, խնդրում էին նկարագրել արտաքինից, իրենց լեզվով ասած կանտովկաները, արդյոք հավուր պատշաճի բերված էին թե ոչ, սա ինչ էր նշանակում։ Դե հենց այդ էլ նշանակում էր։ Չգիտեմ, դրա ինչը մեկնաբանում։ Դրանից Ռուբինյանին բան չեղավ, այլ նման ձևով նման հարցեր բարձրացնողներին եղավ, դե ինչ եղավ Աստված իրենց հետ։ Իսկ ընդդիմության նման վարքագիծը հասարակության մոտ չի ստեղծում տպավորություն, որ խորհրդարանը կրկին վերածվում է քաղաքական շոուի։ Այո, եւ դա շատ վատ է, որովհետեւ բոլոր պետական ինստիտուցիաներից ամենացածր այսպես վստահությունը
ուներ խորհրդարանը եւ դրա պատճառը նախ եւ առաջ այդ Պուտինի ասպատակության հետևանք այսպես կոչված ընդդիմություններ եւ իշխանության թողտավությունը նրանց այսպես անբռնազբոս բերանները բացուխուփ անելուն եւ չեմ կարծում որ հիմա չպետք է հետևություններ անեն ցանկացած այլանդակ դրսևորմանը բնականաբար պետք է հետևի կոշտ արձագանք, բայց մյուսն էլ պարտադիր չի դրանց սիմետրիկ պատասխանել եւ որովհետեւ սիմետրիկ պատասխանը դա նշանակում է իջնել իրենց մակարդակին, հա, այս բանը պետք է ֆիքսվի։ Իսկ ձեր գնահատմամբ ընդդիմության նման վարքագծի դեպքում իշխանությունը շահում է։ Ոչ, չի շահում, ավելի չի շահում, երբ իշխանությունը, ասենք, տրվում է գայթակղությանը սիմետրիկ պատասխանելու, այդտեղ հաստատ չի շահում։ Դա պետք է ուղղակի շատ կոշտ ձևով կասեցվի։ Այո, պետք է ռեգլամենտը ազգային ժողովի խստացվի այդ իմաստով, որ մարդիկ հասկանան ուր են եկել։ Էլ եմ ասում, շուկայի դռան խոսակցությունը վայել չի մեր օրենսդիր իշխանությանը, սա օրենսդիր իշխանություն է եւ պահանջում է պատշաճ վերաբերմունք նույնիսկ այդ իշխանությունը կրողների կողմից եւ դա պետք է լինի հիմքը նույնիսկ այդ խստացումների ինչ ուզում եք ասեք, բայց ձև գոյություն ունի, շնորհք գոյություն ունի, դաստիարակություն գոյություն ունի։ Պարոն Մեհրաբյան, իսկ առաջին նիստից հետո տեսնում եք հնարավորություն, որ իշխանությունն ու ընդդիմությունը գոնե մի հարցի շուրջ կկարողանան միասին աշխատել, թե ձեր կարծիքով բացառված է։ Կարծում եմ բազմապատկման աղյուսակի շուրջ տարաձայնություններ չեն ունենա, ասենք այս ձևով։ Չէ, ուղղակի ամբողջ հարցներն են նրանք ինչի համար են եկել խորհրդարան։ Նրանք եկել են խափանելու Հայաստանի օրակարգերը, որի հիմնական հարցերը ես նշեցի։ Իսկ այդ ամենը ենթադրում է հենց այն պահվածքը, որը մենք տեսնում ենք։ Ամբողջ հարցը հետևյալն է, որքանով նրանք մոտիվացված կլինեն իրենց այդպես պահելու։ Սա կախված է լինելու երկու հանգամանքից։ Ինստիտուցիոնալ առումով որքան ամուր կլինի Հայաստանը եւ պատշաճ ձևով կարձագանքի դրան եւ երկրորդը ինչ վիճակում կլինի Ռուսաստանը։ Սա ինձ գոնե իմ սերնդին ձեզ չէ հիշեցնում է սովետի վերջին տարիներին հայ կոմունիստների դիրքորոշումը, իհարկե նրանք շատ մակարդակով մարդիկ էին, էլի, ասենք ոնց որ ասում են սրանց թայը չէին, բայց այնուամենայնիվ նրանք այսպես կոշտ սուբորդինացիայով կապված էին Մոսկվայի հետ եւ բնական էր այդ սուբորդինացիան ենթադրում էր, որ նրանք Մոսկվայի օրակարգը չէին կարող հաշվի չառնել, բայց նրանց մոտիվացիան ուղղակի մեր աչքի առաջ էր թուլանում զուգահեռաբար այն գործընթացին, որ մենք տեսնում ենք Մոսկվայում կենտրոնը մեռնում էր եւ այս մարդիկ էլ այս երկրի մարդիկ էին այս հողու ջրի մարդիկ դու ասեցին լավ մեզ պետք է մանավանդ տեսնելով ժողովրդի տրամադրվածությունը եւ այո այնտեղ բազմաթիվ արժանապատիվ մարդիկ ճիշտ պատմության ճիշտ կողմում գտնվելու խնդիր դրեցին իրենց առաջ։ Չէ՞ որ իրենք այստեղ են ապրում, չէ՞ որ այստեղ երեխաներ եւ թոռներ են մեծանում, չէ՞։ Եվ այդ ամենը գնահատված ժողովրդի կողմից։ Հիմա մենք համանման process-ներ ենք տեսնում, ընդ որում շատ ավելի այլանդակ դրսևորումներով Մոսկվայում, հա։ Եվ այդ ամենը այո հարվածում է եւ հարվածելու է նրանց մոտիվացիային, հա, որ շոր X պահի ասում լավ մեզա որ ամենաշատն է պետք քարը գլուխը հալա ասել ենք չենք ասել մինչև կյանքներից վերջը ու այնուամենայնիվ էլի խնդիր դնեն իրենց առաջ եթե ոչ բոլորը ապա շատերը լինել պատմության ճիշտ կողմում եւ կարծում եմ որ ժողովուրդը դա կգնահատի
Պարոն Մեհրաբյան, ուժեղ Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է վերցնել իրեն հասանելիք խորհրդարանական մանդատները։ Ըստ ձեզ սա ինչի մասին է խոսում։ Նշեմ, որ Ռուբինյանն էլ ողջունեց խորհրդարանական մանդատները վերցնել։ Հա, բայց ինչ տեղ։ Պարոն Ռուբինյանն էլ ասաց, որ ողջունում է եւ Հայաստան դաշինքին նույնպես հայտարարեց, որ իրենք էլ վերցնեն։ Ես ուղղակի այլ ուղղությամբ զարգացում չէի պատկերացնում, տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար այստեղ։ Այսինքն դե այլ ընտրություններին ինչի համար եք մասնակցում։ Որ հաղթեք կամ ստանաք մանդատներ, դա ինչ չափով, որ չափով կստանաք ձայներ, հա։ Չնայած ես էլ իմանում եմ կողմնակիցը նրա, որ նրանք չպետք է մասնակցեին ընտրություններին, ընդհանրապես Հայաստանի հիմնական անելիքը հիմա ես երբ նշեցի այդ 6 կետերը, որոնք պետք է ցանկացած քայլ այդ ուղղությամբ, դա քայլ է Ռուսաստանից։ Այդպիսինն է իրերի դասավորությունը։ Հետևաբար, ընդ որում իմ լավ բարեկամ Արման Եղոյանն էլ որ ասաց, որ առաջիկա 5 տարում մեր օրակարգը հետևյալն է, որքան ենք մենք ինքնուրույն քաղաքականություն վարելու Ռուսաստանից ինքնուրույն, հա։ Ամբողջ խնդիրը հենց դա է եւ շարժվելու ենք առաջ, մի խոսքով։ Պարոն Մեհրաբյան, իսկ ձեր գնահատմամբ ինչու վարչապետը չփոխեց կառավարության կազմը։ Միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվեց Մխիթար Հայրապետյանին փոխարեն, իսկ մնացած նախարարները վերանշանակվեցին։ Այսինքն գոհ էին իրենց աշխատանքից, թե ուղղակի այլ հարմար տեխնազու չկար։ Ինչ կառավարության աշխատանքի գնահատականը նախ եւ առաջ չափվում է անվտանգության չափանիշներով առաջին հերթին, այստեղ մենք ունենք պլյուս, երկրորդը տնտեսական աճով, այստեղ եւս ունենք պլյուս, կարող ենք ֆիքսել, որ հետխորհրդային մեր պատմությունը միշտ ուղեկցվել է պերմանենտ արտագաղթով Հայաստանից։ Հիմա արտագաղթ չկա, հիմա կա ներգաղթ, այդտեղ էլ եւս պլյուս։ Դե եթե այդպես է, փոխելու իմաստը ո՞րն է։ Մեկ եւ երկրորդն էլ վարչապետն է որոշում իր անմիջական ենթակաները ովքեր պետք է լինեն եւ ով է իր համար հարմար եւ նշանակման պրոցեդուրան էլ գիտեք, վարչապետը ներկայացնում է, նախագահը նշանակում։ Տեղի ունեցածը միանգամայն տրամաբանական է։ Պարոն Մեհրաբյան, անդրադառնանք նաև այսօրվա ՀԱՊԿ-ից հնչող հայտարարությանը, ՀԱՊԿ-ում արդեն բաց տեսքով խոսում են Հայաստանին ձայնի իրավունքի կասեցման հնարավորության մասին։ Ձեր գնահատմամբ սա որքանով է իրավական գործընթաց եւ որքանով քաղաքական ճնշման գործիք։ Քամին էլ ցրտից մեռ։ Հայաստանն արդեն այնտեղ չի։ 2024 թվականից կասեցվել է։ Ինչ չեն անի, դա մեզ առանձնապես ոչ պետք է հուզի ոչ էլ, բայց ֆիքսենք, որ Հայաստանը անդամավճար չի վճարում եւ դա այո հիմք է, հիմք կարող է դառնալ Հայաստանին, որ հեռացնեն ՀԱՊԿ-ից։ Ձայնի իրավունքի ձեռքից։ Ինձ թվում է այդ առիթով Հայաստանում շատ ու շատ տներում երևի շամպայն կբացեն եւ կուրախանան, ոնց որ մենք սպասում ենք այդպիսի որոշում։ Իսկ եթե նոյեմբերին նման որոշում կայացվի, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Լավ հետևանքներ։ Հայաստանի։ Հայաստանն այլևս դե յուրե չի լինի ՀԱՊԿ-ի անդամ։ Եվ Հայաստանն ավելի ազատ կլինի իր հարաբերություններում իր համախոհ գործընկերների հետ, այդ թվում նաև նրանց հետ, ում հետ ունի ռազմավարական գործընկերություն։ Որովհետև մի բան է ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություն, մի բան է ՀԱՊԿ-ից ազատված Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություն։ Ես ձեզ հավաստիացնում եմ, սա տարբեր որակի ռազմավարական գործընկերություններ են։
Հայաստանը բայց դեռ պաշտոնապես չի հայտարարել հապկից դուրս գալու մասին, միայն 2024 թվականից ծառայեցրել է մասնակցությունը։ Ձեր գնահատմամբ այս իրավիճակը որքանով կարող է երկար շարունակվել։ Դե մինչև նոյեմբեր կշարունակվի, Եթե նոյեմբերին որովհետև հիմա Հայաստանը վերաիմաստավորում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, որում թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում արձանագրելով, որ այդ ամենը ուղղակի մեռած է, չնայած Հայաստանի վարչապետը հարցական նշան է դնում նախադասությունների վրա, ասելով մեռած է թե ոչ, հա, մեռած է, ինչպես վերակենդանացման բաժանմունքի բժիշկներն են ասում, արձանագրված է կենսաբանական մահը, դե որովհետև վագոններով փաստաթուղթ է ստորագրվում, բայց ասենք մի մոլագար վերեկենում առավոտ թարս ոտքից եւ ասում է քո դեմքը իմ դուրը չի գալիս, փակեք ու փակվում է, այլ ոչ թե արվում է ինչ որ այդ փաստաթղթերում հասկանում եք, դա ինչ է նշանակում, որ փաստաթղթերը մեռած են, մակուլատուրա է դա ոչ թե Իսկ ձեր գնահատմամբ Ռուսաստանը փորձում է Հայաստանին հետ վերադարձնել հապկ, թե արդեն ընդունել է։ Դա է պահանջվում Ռուսաստանը մեզանից պահանջում է 2 սեպտեմբերի 3, որ Հայաստանի ղեկավարը ճնշված Ռուսաստանի կողմից հարուցված հանգամանքներից գնա Մոսկվա, անցնի իր թրի տակով, հետո գույնը գցած դողդողացող ձեռքերով, ինչպես մենք տեսանք, մի տեքստ արտաբերի, որ այո Վլադիմիր Վլադիմիրովիչ, դուք ճիշտ էիք, մենք սխալ, ինչ Եվրոպա, դե ինչ բան, մենք միայն ձեզ հետ պետք է համագործակցենք, ինչ էլ արել ենք գալաթ ենք արել, Պարոն Մեհրաբյան, իսկ բայց դա չի լինելու այլևս, որովհետև դա, ինչ ասում, դա ինքնասպանություն է և դա հասկանում են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր դրդում են Հայաստանի ներսում գնալ այդ քայլի, կան չէ, ասում են, պետք է վերականգնել մեր բարեկամական հարաբերությունները մեր ավանդական գործընկերների հետ։ Դա նշանակում է համեցեք ինքնասպանության, թարգմանում։ Մենք էլ ասում ենք կորեկտ գնացեք։ Պարոն Մեհրաբյան, եթե Հայաստանը նոյեմբերին զրկվի ձայնի իրավունքից, դա կնշանակի արդեն հապկ-Հայաստան հարաբերությունների վերջնական խզման սկիզբ։ Չէ, խզման վերջ, որովհետև խզումը կա, սկիզբը եղել է վաղուց, հիմա եկել հասել ենք վերջին, դա կլինի վերջը։ Իսկ այդ ֆոնին արդյոք Հայաստանը ավելի արագ կխորացնի համագործակցությունը եվրոպական եւ արևմտյան անվտանգության գործընկերների հետ։ Ես ասացի, Հայաստանի համար լրացուցիչ դռներ կբացվեն, որովհետև գործընկերություն հապկի անդամ Հայաստանի թեկուզ միայն դե յուրե, դե ֆակտո դուրս է, բայց դե յուրե անդամ Հայաստանի հետ, դա մի մակարդակի և մի ընկալման գործընկերություն է, իսկ հապկից ազատված Հայաստանի հետ համագործակցություն դա ուրիշ որակի, ուրիշ մակարդակի, ուրիշ ընկալման, համագործակցություն է, իսկ դա նշանակում է այո հավելյալ բացված դռներ Հայաստանի համար եւ սա շատ դրական եւ ուրախալի իրադարձություն կլինի, հատկապես եթե Հայաստանը նաեւ դա զուգորդի ԵԱՏՄ-ից դուրս գալով, որովհետեւ ըստ էության ԵԱՏՄ-ն փակ է մեզ համար, հենց այսօր էլ բաժնին են մեջը, չգիտեմ ինչ են գտել, հապկ չկա, ֆիքսել ենք, ԵԱՏՄ էլ չկա, էդ էլ ենք ֆիքսում, դե էլ մնում ենք ինչ անենք, և հիմա Հայաստան ուղղակի պետք է ժամանակ չկորցնի, այլ այսպես զոնդաժային
կոնսուլտացիաներ սկսի Եվրամիության հետ այն DCFTA-ին վերադառնալու համար, դա Եվրամիության ազատ առևտրի գոտուն անդամակցելու։ Մենք Եվրամիության կողմից ունենք Հայաստանին ընդառաջ ժամանակավոր միջոցներ, որոնք ձեռնարկել է Բրյուսելը, եւ մեր խնդիրն է այդ ժամանակավոր միջոցները դարձնել մշտական եւ ինստիտուցիոնալացնել։ Այսինքն Հայաստանը դուրս գալով միայն կշահի։ Իհարկե կշահի։ Իսկ ինչ կկորցնի Ռուսաստանը։ Շատ բան չի կորցնի, մեծ հաշվով։ Պրեստիժ կկորցնի։ Այսպես ինքնասիրությունից կկորցնի։ Սա հարված է հեղինակությանը, իր կայսերական հեղինակությանը, որովհետև սա ըստ էության ես մամուլի հետ իմ շփումներում խոսել եմ դրա մասին, պետք է կրկնեմ, սրանով Հայաստանը փակում է հայոց պատմության ռուսական գլխի վերջին էջը, հասկանում եք, որովհետև այդ մոտավորապես 2 եւ նույնիսկ ավելի դարեր, հա, եւ բացվում է նոր էջ, որտեղ պատմություն նոր գլուխ կգրվի եւ այդ գրվածքում էլ Ռուսաստանը լինելու է իշարս այլոց, հա, այդ մասում իհարկե մենք նպատակ չունենք թշնամանալու Ռուսաստանի հետ, սահման էլ չունենք, ասենք թշնամանանք, որ ինչ թող հարևանները ավելի շատ գլխացավ կունենան Ռուսաստանից իրենք թող մտածեն, մենք սահման էլ չունենք, մենք առանձնապես մտածելու բան էլ չունենք։ Ինչքանով կուզենան աշխատել, կաշխատենք ինչ-որ ոլորտում, չեն ուզենա, դե չենք աշխատի։ Պարոն Մեհրաբյան, Հիկմետ Հաջիևը կրկին հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրությունից պետք է բացառվեն Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող հոդվածը։ Սա ձեր գնահատմամբ խաղաղության պայմանագրի իրական նախապայման է։ Չէ, սա նախապայման չի, սա պատրվակ է նախաստորագրված պայմանագիրը չստորագրել։ Իսկ ինչու են այդքան ձգձգում։ Տպավորություն է, որ անդադ ինչ-որ նախապայման չէ, որ գիտեք ինչ երկու տրամաբանություն կա մեկը կա երրորդ կողմ, որը կարող է այսպես ասենք ռիսկեր գեներացնել։ Եթե պայմանագիրը ստորագրվի, բնականաբար դա Ռուսաստանն է, որը մեր հետ, ինչպես ասացի, սահմանակից չէ, բայց սահմանակից է Ադրբեջանին։ Ահա։ Ընդ որում իր ամենաանկայուն սուբյեկտի միջոցով, հա, Դաղստանի։ Ինչ է նշանակում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Դա նշանակում է գերեզմանակար դնել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վրա։ Հիմա Ադրբեջանն ասում է ես պետք է դնեմ, ես չեմ անի։ Թող հայերն անեն։ Այո, մենք այստեղ անելիք ունենք եւ իհարկե որպես պատրվակ օգտագործում է սահմանադրությունը։ Երկրորդը ինչ տրամաբանություն ունի Ադրբեջանը երկարաձգումը ավելի շահեկան տեսնելով, դա իհարկե Հայաստանից ինչ որ հավելյալ բաներ քերելու հնարավորություն չկորցնելն է, հա։ Իրենց չէ, անընդհատ նորը չի եղածը բավական է, հետո մի քիչ գիտեք ինչ, ի վերջո Հայաստանի հետ թշնամանքը Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, հա։ Այդ ավտորիտար ռեժիմի լեգիտիմության աղբյուրներից, կարևորագույն աղբյուրներից մեկն է։ Բայց գնալով դրա նշանակությունը նվազում է։ Որովհետև տարածաշրջանում մթնոլորտ է փոխվում եւ սա կորցնի ինչ-որ X պահի իր նշանակությունը, բայց քանի չի կորցրել, հավելյալ ռիսկեր Ադրբեջանը չի ուզում վերցնել, որովհետև Հայաստանից էլ բանկերելու պոտենցիալն էլ է սպառվել ըստ էության։
Բայց մտածում եմ դե ես իմ բավոր ինչ որ մի հատ տենց մեծ ֆորս մաժոր տեղի ունենա, ու այս բոլոր պայմանավորվածությունները, ասենք թե չեղարկվեն կամ սառեն, ժամանակ մենք էլ մեր անելիքը կտեսնենք, իսկ Ադրբեջանն ունի 3 անգամ ավելի մեծ ներուժ ունեցող զինված ուժեր Հայաստանից։ Այստեղ կա գայթակղություն դեռ, ահա թե ինչու մենք այդ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի ներդրման գործընթացը պետք է այսպես լավ հետևողական ձևով իրականացնենք, սպառազինությունը, ռազմատեխնիկական նոր գործընկերությունները, բանակի կարգավիճակը մեր երկրում այո պետք է նորացվի, հա, իմիջը եւ այլն, նշանակությունը։ Այս ամենը այո բոլորինս է եւ հենց այս բաները, այս գայթակղությունները պետք է փակվեն դրանով։ Հիմա Ադրբեջանը առժամանակ այսպես փորձում է հապաղել եւ դրան է նաեւ դրթում Թուրքիային։ Հաջիևի հայտարարությունն ինչ էր, որ Թուրքիայի շահերը մեր համար կարմիր գիծ է, ինքն է ասում։ Եվ հաջորդ նախադասությամբ անցնում է Հայաստանի հետ հարաբերություններին, ասելով, որ դե քանի որ ձեր շահերը մեր կարմիր գիծն են, եկեք մեր շահերն էլ դուք ձեր կարմիր գիծը համարեք, որովհետև իրենց ուշադրությունը գրավել է մի քանի հանգամանք, այն որ Թուրքիան շտապում է, Թուրքիան արդեն սկսել է վերականգնողական աշխատանքները Կարսից դեպի Հայաստանի սահման այդ երկաթգծի վերականգնման, մաքսային կոդ է տրամադրել Հայաստանին եւ այլն, ել չեմ ասում, նաեւ ադրբեջանցիները տեղյակ են Թուրքիայի քաղաքական եւ փորձագիտական շրջանակների իրական տրամադրությանը, իսկ իրական տրամադրությունն այն է, որ ասում են դե զզվացրել եք ուղղակի, լավ հասկացանք, էլ ինչ եք ուզում։ Պարոն Մեհրաբյան, իսկ եթե նույնիսկ Հայաստանը փոխի սահմանադրությունը, ինչ երաշխիք կա, որ դրանից հետո նոր պահանջներ չեն առաջադրվի։ Դե գիտեք ինչ, այդ երաշխիքները ձեզ որևէ մեկը չի կարող տալ, բայց գոյություն ունի տրամաբանություն։ Այսինքն եթե կա գործընթաց, որն ունի իր տրամաբանությունը եւ ըստ այդ տրամաբանության նման բան դա չի կարող լինել, որովհետեւ դա հարցեր կառաջացնի, որի պատասխաններն Ադրբեջանը չունի, հասկանում եք։ Եվ չի կարող ունենալ։ Հետո իհարկե ռեժիմի բովանդակությամբ Ադրբեջանը նման է Ռուսաստանին, հա, որ ասենք ասի ինչ անում եմ, լավ եմ անում, բայց մասշտաբները չեն ձգում էլի այդքան։ Որ Ադրբեջանը շատ ավելի չափավորված իրեն կզգա։ Իհարկե, իրական մղումներում ես մեծ իլյուզիաներ չունեմ։ Այնուամենայնիվ թշնամանք տասնամյակների, դե նաև այս ընթացքում տեսել ենք ինչ են արել, ոնց են արել, չէ՞։ Այդ քաղաքական մոդուս օպերանդիին ենք ծանոթ իրենց եւ այլն։ Այստեղ ես էլ եմ ասում, ինչ-որ պատրանքներ չունեմ, բայց կա տրամաբանությամբ իրենք չպետք է, որ դել ինչ պահանջեն, կամ պահանջեն, որ ինչ լինի, ով կտա այդ պահանջը։ Իսկ իրենց համար շատ կարևոր է, որ իրենց վրա արևմուտքից ճնշումներ հավելյալ չգեներացնեն, որովհետև եթե մենք գնում ենք դրան, իսկ Ադրբեջանը նաև այդ ապագա ճարտարապետության ձևավորմանն ընդառաջ շատ կարևոր քայլ արեց, երբ Ալիևը մեկնեց Ղրղստան եւ ըստ էության ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ ձեռք բերեց կենտրոնասիական հնգյակի հետ։ Ըստ էության Ադրբեջանը իր աշխարհագրական դիրքից ելնելով
եւ այդ դիրքն օգտագործելով, ինչը տրամաբանական է, մեր տարածաշրջանը իր միջոցով պրոյեկցեց դեպի ամբողջ կենտրոնական Ասիա։ Ինչպես պետք է վերաբերվենք մենք սրան։ Կարծում եմ դրական, բայց այնպես չի, որ մենք պետք է նստենք բազկաթոռին ու միայն վերաբերվենք։ Այստեղ անելիք կա։ Ընդ որում, թե առանձին, թե Վրաստանի հետ համատեղ մենք էլ մեր աշխարհագրական դիրքից ելնելով պետք է մեր տարածաշրջանը պրոյեկցենք դեպի արևմուտք։ Այդ դա կհանգեցնի մեր տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, խաղաղության, հարատև խաղաղության ինստիտուցիոնալացմանը եւ նաեւ զարգացման հեռանկարների համար։ Եվ ամենակարևորը, մենք մեր տարածաշրջանում Վրաստանի եւ Ադրբեջանի հետ շատ կարևոր փոխկապակցվածություններ կձևավորենք դրանով, իսկ որը ցանկացած կոնֆլիկտ կամ առճակատում կդարձնի ուղղակի քաղաքականապես թանկ եւ անիմաստ։ Եվ սա պետք է լինի գրավականը նրա, որ մենք կարող ենք կոնֆլիկտի էջը դե այսպես ասենք տեսանելի ապագայում մի քանի սերունդ համարել փակված։ Պարոն Մեհրաբյան, իսկ այս փուլում խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ո՞րն է մնում գլխավոր խնդիրը, սահմանադրությունը, թե կողմերի միջև Ադրբեջանի չստորագրելը, ինչն էլ պայմանավորված է նշածս, դե Հայաստանը ոչ թե պատրաստ է, Հայաստանը անում է այն հնարավորը, մի բան էլ անհնարինը, որպեսզի այդ ստորագրումը տեղի ունենա։ Հիմա թե արդեն ինչ պատճառով կամ պատճառաբանությամբ դա արդեն այլ հարց է։ Եվ այո, պատճառը Ադրբեջանի չստորագրելն է, ես էլ նաև ասացի, թե ինչ երկու հանգամանքների բերումով է, որ Ադրբեջանն առայժմ ավելի շահեկան է համարում չստորագրելը, քան ստորագրելը։ Բայց ես կարծում եմ, որ մոտ ապագայում կտեսնենք խաղաղության պայմանագրը։ Այո, բավականին մոտ ապագայում, որովհետև այդ ստորագրելու եւ չստորագրելու շահեկանության բալանսը օբյեկտիվորեն փոխվում է մեր տարածաշրջանում հայտնի իրողությունների բերումով։ Շնորհակալ եմ շատ, պարոն Մեհրաբյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։